Ես ցանկանում եմ առավելապես ներկայացնել սոցիալական քաղաքականության հիմնական դրույթները։ Մենք վերջի ժամանակներում մոտավորապես 89-90 կետանոց սոցիալական քաղաքականության ծրագիր են կազմել եւ հիմա ընդհանրապես ձեզ ներկայացնելու եմ այդ ծրագրի խոշորացած մի քանի խմբեր, որոնք վերաբերում են կարելի ասել բոլորիս եւ պետք է ասեմ, որ սոցիալական քաղաքականությունը երկրի հիմնական զարգերակներից մեկն է, ընդհանրապես հիշեցնեմ, որ պետական բյուջեի ծախսերի մասում ամենաառավելագույն չափը դա սոցիալական նպատակների ծախսումներն են։ Մոտավորապես 1 տրիլիոնի չափ գումար է ծախսում սոցիալական քաղաքականության մեջ, բայց պետք է խոստովանենք, եւ բոլորս էլ մեր օրինակի, մեր հարևանների, բարեկամների օրինակներով գիտենք, որ սոցիալական քաղաքականություն երկրում որ վարվում է, նա բավարար չէ, եւ բացի բավարար լինելուց, այստեղ կան լրջագույն խնդիրներ, լրջագույն անհամապատասխանություններ, որոնց կարգավորելու եւ որոնց այդ ուժը որոշակիորեն մեղմելու համար մենք պետք է ներկայացնենք մեր խնդիրները, մենք ինչ ենք պատրաստվում անելու։ Խնդիրը նա է, որ մենք ընտրություններից հետո բնականաբար մենք լինելու ենք հաղթող կողմ եւ ընդդիմադիր լինելու այս գայթակղությունը կամ ներկայավիճակը մեր համար չպետք է լինի, մենք պետք է իրականում հաղթենք։ Հաղթելուց հետո, հունիսի 8-ից հետո մենք հանրության առջև ունենք պարտավորություն, որ երկիրը չպետք է գնա կոլապսի, յուրաքանչյուր բնակավարում պետք է լինի կարգ ու կանոն, յուրաքանչյուր բնակավարում պետք է լինի հետևողական աշխատանք եւ այդ հետևողական աշխատանքի հիմքերը մենք հիմա պետք է դնենք եւ առավել նպատակարարում է, որպեսզի այդ հիմքերի շուրջ մենք հիմա իրար հետ զրուցենք։ Առաջին խոշորացած խումբը դա աշխատավարձ, թոշակ, նպաստներ խումբն է, այստեղ մենք ինչ ենք ստեղծելու, սահմանելու, նախատեսելու։ Առաջին նվազագույն աշխատավարձը պետք է բարձրացվի, եւ նա պետք է լինի մեկ անձի սպառողական զամբյուղի գոնե 120%-ի չափով եւ ոչ պակաս, քան 90,000 դրամ։ Մենք պետք է դրա հետ միասին այդ հաստատելուց, սահմանելուց հետո շարունակական աշխատանք տանենք, որ յուրաքանչյուր տարի նվազագույն աշխատավարձը ունենա հստակ աճ, յուրաքանչյուր տարի։ Դրանից հաջորդ խոշորագույն խումբը դա կենսաթոշակների հետ կապված աշխատանքներն են։ Կենսաթոշակների հետ կապված աշխատանքները մենք կարելի ասել քաղաքական մնացած բոլոր դերակատարների ասած նրանցից առաջ ենք եւ առաջինը մենք կենսաթոշակառուների մոտ գնացել ենք մեր առաջարկով եւ այդ առաջարկը իր մեջ պարունակում է 2 կետ 50%-ով առնվազն 2 տարվա ընթացքում բարձրացնել կենսաթոշակները եւ պետք է յուրաքանչյուր տարի ամենամյա ինդեքսավորում իրականացնել ելնելով տվյալ տարվա գնաճի ցուցանիշներից։ Հաջորդը այս աշխատավարձ, թոշակ, նպաստներ խոշորացած խմբի մեջ դա նպաստների թեման է։ Գաղտնիք է հավանաբար շատերի համար, որ հունվարի 1-ին այս ներկա իշխանությունները, որոնք հանցագործ իշխանություններ են, հանցագործ եւ պարզապես ընդհանրենք կառավարող վերնախավչեր, սրանք հանցագործներ են։ Նրանք բոլորի համար, նպաստառուների համար, մոտավորապես 160,000 քաղաքացիների համար պատրաստել են մի դաժան իրենց ոճով ճիվաղային միջոցառում։ Նպաստների գնահատման համար եւ անապահովության այդ գործընկերների գնահատման համար որոշել էին ներդնել նոր համակարգ եւ այդ նոր համակարգը ես հավատացնում եմ մշակվել է այնպիսի հակամարտկային ցուցանիշներով, որ համենայն նպաստացող չի լինելու։ Հետո բնականաբար հասկացել էին, որ այս ձևով եւս թոշակառու 502,000 մարդուն իրենք գումարում են 160,000 նպաստառուներ եւ ժամանակավորապես այդ որոշումը հետաձգել են եւ այդ որոշումը որոշել են կիրառել գիտեք երբ ընտրություններից հետո հուլիսի 1-ից սկսած։ Այսինքն այս մարդիկ դեռ հույս ունեն, որ հուլիսի 1-ին իրենք իշխանական լծակների մոտ են լինելու, դրանից որոշել են ժողովրդի մի նոր չարչարանք, մի նոր տառապանք եւ ժողովրդի պարզապես նետեն այդ անապահովության անդունդի մեջ, որտեղից նա դուրս չի գալու։
Բնականաբար մենք նրանց հաղթելու ենք, նրանք հուլիսի 1-ին չեն հասնելու այդ որոշումները իրականացնել։ Հաջորդ խումբը, որը ցանկանում ենք ներկայացնել ձեզ, սիրելի ընկերներ, դա ընտանիք եւ հանրային հարաբերություններն են։ Այս անկյուններում բնականաբար բազմաթիվ հարցեր կան եւ այս բազմաթիվ հարցերից մեկը երեխաների հետ կապված հարցերն են։ Գաղտնիք չէ, որ սոցիալական ցանցերը իրենց հիմնական մասով երեխաների համար դարձել են ապակողմնորոշման եւ զանազան ընդհանրենք մեր ավանդույթների, մեր նիստուկացին հակադրվող որոշակի վարքագիծ ձևավորելու հնարավորություն։ Այս իմաստով մենք ինչ ենք անելու, մենք օրենսդրորեն սահմանելու ենք սոցիալական ցանցեր, երեխաների մուտք գործելու արգելափակման ֆիլտրեր։ Ոչ մի երեխա հնարավորություն չպետք է ունենա, որ ընդհանրենք զանազան մեր ավանդույթների հակասող վարքագծի որոշակի բաղադրիչներ փնտրի կամ գտնի սոցիալական ցանցերում։ Կարևոր հարցերից մեկը դա անապահով ընտանիքների երեխաների մանկապարտեզներով եւ մսուրներով ապահովելու խնդիրն է։ Այս խնդիրը մենք պետք է լուծենք 5 տարվա ընթացքում, որտեղ շինարարական մեծ աշխատանքներ պետք է կատարենք, սոցիալական այս բնակավար ծանրությունը պետք է ուղղենք դեպի այն կողմ, որ 1-ից 5 տարեկան երեխաների հասանելիությունը մանկապարտեզների եւ մսուրների լինի 100%-անոց։ Բազմազավակ ընտանիքների աջակցության բազմաթիվ պետական ծրագրեր ներառենք եւ այս իմաստով մենք պետք է ներկայիս հանցագործ վարչախմբի այդ որոշումները ոչ թե շարունակենք, այլ նրանց պարզապես գիլյոտինի պետք է ենթարկենք։ Գիլյոտինի ինչ իմաստով, որովհետև ծնելիության խթանման քաղաքականությունը, որ Հայաստանի Հանրապետություն միշտ կար, նրանք որոշեցին, որ այստեղ որոշակի ֆինանսական դիվերսիֆիկացիա են կատարելու, որը իհարկե ծնելիության մակարդակը խաթարելու եւ նա իջեցնելու է։ Մի կարևոր հարց է, դա մեր հարյուրության մեջ դարձել է արդեն ոչ թե վտանգավոր, դա արդեն որոշակի մարտահրավեր է մեր հանրությանը եւ պետությանը, դա թմրամոլությունն է։ Եվ թմրամոլության պարագայում շատ են 14 տարեկանից բարձր երեխաների մասնաբաժիններ։ Մենք ինչ ենք անելու։ Մենք չենք զրուցելու կամ հրավերներ չենք անելու այդ միջոցառումների պետական մասնակցին։ Մենք պետք է գնանք հստակ կտրուկ միջոցառման, եւ այդ կտրուկ միջոցառում պետք է լինի 14 տարեկան երեխաների այդ տեստավորման համակարգը եւ բացահայտված թմրամոլների հետ մենք պետք է իրականացնենք համապատասխան միջոցառումների համակարգ։ Հաջորդ հարցը, որը բոլորիս հետաքրքրում է, դա կանխարգելումն է եւ առողջապահությունը։ Հիմա ներկա հանցագործ իշխանությունները իրենց յուրահատուկ ձայնային տվյալներով նախարարի շուրթերով անդադար խոսում են առողջապահության մասին։ Ես հավատացնում եմ, որ հունիս ամիսներին առողջապահական այն համակարգը, որ իրենք իբր թե ներկայացնում են, սա տապալվելու է, սրա տակ փող չի լինելու։ Բնականաբար արդեն դա հասկացել են, եւ արդեն սկսել են զանազան միջոցառումներով, զանազան ընդհանրենք շուրթուկշիաներով, խոսքը կտրուկցելով փորձում են այս թեմաներից դուրս գալ։ Բա համավճար պիտի լինի, պալատները ընդհանրենք պետք է վճարի, պետք է լինի, դուք պետք է վճարեք, զանազան թեմաներ, մենք ինչ ենք ասում եւ մենք ինչ ենք անելու։ Բնականաբար մենք գնալու ենք նրան, որպեսզի առողջապահության, առաջնային առողջապահության մատչելիությունը նախ 100%-անոց լինի, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ գյուղերի բնակիչները պետք է վստահ լինեն, որ Մարս կենտրոն կամ Երևան նրանց հասնելու առողջական իհարկե խնդիրների դեպքում, բայց հնարավորություն պետք է լինի 100%-անոց։ Հաջորդը մենք 3-ից 5 տարվա ընթացքում առողջության ապահովագրությունը, որը հիմա մասամբ է եւ թերարժեք է, ձեզ անկեղծ ասեմ, մենք դա դարձնելու ենք համատարած եւ ամբողջովին անվճար։ Բնականաբար առողջ հանրության համար կարևորագույն խնդիրներից մեկը դա զանգվածային մասսայական սպորտի զարգացումն է։ Ներկայումս սպորտի վրա ծախսում են ծիծաղելի գումարներ,
մոտ 9 միլիարդ դրամի չափով ընդամենը, եւ դա բավարար չէ մեր երկրի համար, մանավանդ երկրի համար, որը կարելի ասել ունի եւ զինվորների խնդիր, եւ ունի զինվորական ծառայության մեջ առողջ մարդկանց ներգրավման խնդիր։ Մենք 50%-ով բարձրացնելու ենք սպորտի ֆինանսավորումը եւ խթանելու ենք առողջ ապրելակերպը ամբողջ երկրում։ Իհարկե ցավալի է, որ երկու սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդությունները շատ տարածված են։ Մահերի զգալի մասը երկրում այդ երկու տեսակի հիվանդությունների այդ խմբերի արդյունքում կամ դրա շրջանակում է լինում։ Մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որպեսզի երկրի ամբողջ բնակչության համար իրականացվի պարտադիր ստուգում, կանխարգելիչ ստուգում, տարեկան գոնե մեկ անգամ ոչ մի բնակիչ այդ պարտադիր ստուգման, տեստավորման համակարգից չի խուսափելու։ Կանխարգելումը դա հիվանդությունները Կանխարգելումները դա հիվանդությունները արագ հայտնաբերելու եւ համարժեք լուծումով այդ հիվանդությունները դիմաց առնելու խնդիրն է եւ մեր պարտականությունն է։ Հիմա մի կարևոր խնդիր կա, հարգելի ընկերներ, բնականաբար բոլորը իհարկե ցավոք շփվում եք դեղերի հետ կապված այդ բնակավարին։ Ես այդ մի թիվ ասեմ, Հայաստանի Հանրապետություն մի կողմից հիշատակված այդ օնկոլոգիական եւ սրտանոթային հիվանդությունների հետ կապված դեղերը մոտավորապես 300%-ով ավել են, քան հարևան Վրաստանում։ Այսինքն ինչ է ստացվում։ Շամլուխ կայարանում բնակվող հայ քաղաքացին ընդհանրապես 100 մետր անցնելով 3 անգամ ավելի էժան դեղ է ձեռք բերելու։ Մենք հասկանում ենք, որ այս բնակարանում կա խոշորագույն եւ թերություններ, եւ կանխամտածված վարքագիծ, կամ մաֆիոզ որոշակի այսպես խմբեր, որոնք այսօր այս դեղերի բնակավարը իրենց ձեռքում են պահում, եւ մենք այդ հունիսի 8-ից հետո, երբ որ իշխանական լծակների մոտ կլինենք, այս ժամանակ մենք պարտավորվելու ենք եւ իրականացնենք միջոցառումներ, որոնց արդյունքում դեղերի գինը Հայաստան միջեցնել են 40 եւ 50%-ով։ Իհարկե որոշ քաղաքական դերակատարներ պնդում են, որ 20%-անոց ընդհանրենք իջեցումն էլ արդեն հաղթանակ է, բայց կարծում եմ սա բավարար չի, որովհետև 300%-ի եւ ընդհանրենք 30-40%-ի համեմատությունը դա դեկորատիվ բնույթ է կրում։ Հաջորդը մեր քաղաքացիների համար, հայ մարդու համար դա բարեկեցիկ առօրյան է։ Բնականաբար բոլորը տեսնում ենք, որ Երևանում տեղանում քաոտիկ շինարարություն կառուցում են շենք, այդ շենքը չունի ջրահեռացման համակարգ, հասանելի չէ ենթակառուցվածքներին, միացված չէ, շենքը բնակիչները կանաչ տարածքների համար կարող են երազել չկա։ Մենք ինչ ենք անելու։ Բնականաբար այստեղ մենք դնելու ենք, ներդնելու ենք պարտադիր չափորոշիչներ եւ կառուցման ժամանակ կառուցապատողները պետք է հստակ ներկայացնեն այդ չափորոշիչներին բավարարող որոշումները, լուծումները, դա կվերաբերվի կայունատեղիներին, հանրային այգիներին, խաղաղ հրապարակների կամ սպորտային կառույցներին։ Մի կարևոր խնդիր է, իհարկե բոլոր տնային տնտեսություններում դա էներգիայի օգտագործման խնդիրն է եւ յուրաքանչյուր ամիս, հատկապես ծնվելու ամիսները բոլորս բողոքում են էլեկտրէներգիայի կամ գազի ընդհանուր ծախսի գումարների չափից։ Այս իմաստով մենք ինչ ենք պատրաստում անել եւ իրականացնելու անպայման դա պետական ծրագիր պետք է լինի եւ բնակարանների էներգարդյունավետությունը բարձրացնելու լրջագույն աշխատանք պետք է այստեղ իրականացնենք։ Մի խնդիր կա, որ նորից բոլորը շփում են, կամ դա սոցիալական քաղաքականության այսօր մարդու տեղափոխման, տրանսպորտի հետ կապված հարցերն են, մենք պետք է մարզերի հանրային տրանսպորտի երթուղային ցանցը իրականում հաստատենք եւ այդ երթուղային ցանցը պետք է գա լրացնի Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքներին։ Մեկ էլ մի կարևոր հարց է բարեկեցիկ առօրյայի իմաստով, ժողովուրդ ջան, նաեւ քաղաքական որոշակի մեր շերտ է բառնակում, դա կողմի ավարանոցի խնդիրն է։ Ցավոք Հայաստանի 4 ղեկավարները, որոնք որ երջանկություն ունեցան սովորական կյանքից տեղափոխվել դեպի պալատական կյանք, չէ՞, նրանք անգամ դեռ Պարիսների ետևում եւ ժողովրդին մոռացան։
եւ իրենց խոստումները մոռացան եւ առանձին դեպքերում այս մարդիկ դարձան ազգի թշնամիներ։ Հիմա մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որ այդ կար ժամանակահատվածում ազգի թշնամի դառնալու հնարավորությունը ընդհանրապես վերացնենք եւ այդ գոնդի ամառանոցը պետք է դարձնենք հանգստի կամ առողջապահական գոտի։ Մյուս խնդիրը ժողովրդյան ծեցիակի չձանձրացնել, դա հանրային կյանքի եւ բնապահպանության հարցերն են։ Մենք ապահովելու ենք քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը եւ հետեւական պայքարել կիբեր հանցագործության դեմ։ Բոլորը գիտեք, որ անդադ սոցցանցերում կամ ինտերնետ լրատվության աղբյուրներով երևում են միտինգների մասնակիցներ, որոնց պարզապես ժողովրդական լեզու ասենք գցել են։ Գցել են, որոնք գցել են ոչ միայն նրանց ընդհանրենք ուշադրության կամ տնտեսական կամ ֆինանսական գրագիտության ցածր մակարդակը, այլ գցվել են այդ մարդիկ նաև որոշակի պետական համակարգված աշխատանքի բացակայության պատճառով կենտրոնական բանկի եւ նաև կոմերցիոն բանկերի կողմից։ Մենք այս բնագավառը մեր ուշադրության տակ ենք առնելու, որովհետեւ սա անընդհատ զարգացող բնագավառ է եւ կիբեր հանցագործները հասնեն այնպիսի ուժի, որ նրանք պետությունների հետ կարողացել լուրջ մրցակից են այս բնագավառում։ Մենք պետք է արմատապես նվազեցնենք օրինակ մթնոլորտ, վնասակար արտանետումների, մաքուր ջրի, թափոնների եւ աղբավայրերի խնդիրը։ Երևանցիները հավանաբար հիշում են, որ աշնանը մոտավորապես 1 ամիս մենք այդ քաղցկեղացի ծուխը շնչում էինք, չէ՞, եւ ակնհայտ է, որ տեղական իշխանությունները այս թեմայով համարյա թե անգործության են մատնված, ոչինչ չեն կարողանում անել, 1 ամիս շարունակ։ Մենք այս հարցերը պետք է կարգավորենք, հաջորդ հարցը դա անտառների պաշտպանության տեսական, արձական համակարգի ներդրումն է։ Նորից աշնանը բոլորը հիշում եք, որ 1 ամիս շարունակ Հայաստանի անտառները այրում էին եւ այս այրման դիմաց համարյա աշխատանք չկար։ Ոտքով ինչ-որ մարդիկ մի թեթև աշխատում են ու դրա պատճառով անտառային ֆոնդի մեծ վնաս հասցվեց։ Մենք այստեղ ներգրավելու ենք դրոններ, ներգրավելու ենք ուղղաթիռներ եւ այդ տեսահսկման առանձնական համակարգի իրականություն պետք է դարձնենք։ Հաջորդ խնդիրը հարգելի ընկերներ, դա վերամշակող էկոփաթեթավորման մասնաբաժնի հարցն է։ Մենք դա պետք է դարձնենք 85% եւ դժվար վերամշակող նյութերից պատրաստված միանգամայն օգտագործման փաթեթավորումը պետք է բերենք հասկանալի մակարդակի, կառավարվող մակարդակի, որովհետեւ մենք խնդիր ունենք եւ մենք պարտավորություն ունենք նաեւ ապագա սերունդների առջեւ։ Մեկ էլ վերջին հարցը դա վերաբերում է թոշակառուներին եւ երեխաներին։ Մենք առաջարկում ենք եւ իրական դա հունիսից հետո այդ որոշումները կլինեն, որպեսզի թոշակառուները եւ երեխաները քաղաքային տրանսպորտում երթվեն անվճար եւ նրանց համար հանրային թանգարաններ, կուլտուրական, մշակութային օջախները այցելությունը եւս լինի անվճար։